Երևանում խցանումների խնդիրը դարձել է քաղաքային կառավարման առանցքային հարցերից մեկը։ Գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, երթևեկության ծանրաբեռնվածության հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների քանակի շարունակական աճն է։ Ըստ նրա, լուծումը պետք է լինի ոչ թե միակողմանի սահմանափակումների, այլ հանրային տրանսպորտի իրական այլընտրանքի ստեղծման ճանապարհով։ Եվ իրականում մեր խնդիրները մեծապես իհարկե եւ ուղղակիորեն կապված են մարդատար ավտոմեքենաների քանակի աճի հետ եւ այդ բոլոր խնդիրները փաստացի նույնիսկ մեր հանրային տրանսպորտի խնդիրները դրանց հետ են կապված։ Քաղաքապետը նշեց, որ Երևանի ծրագրերում են արհեստական բանականությամբ կառավարվող լուսացույցերի ներդրումը, հանրային տրանսպորտի համար առանձնացված 3 հիմնական գծերի ստեղծումը եւ քաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ձևավորումը։ Նրա խոսքով քաղաքացին պետք է տեսնի, որ վերգետնյա հանրային տրանսպորտներով տեղաշարժվելն ավելի արագ եւ արդյունավետ է, քան սեփական մեքենայով։ Խորհրդակցության ժամանակ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանն էլ ներկայացրեց, որ մայրաքաղաքի կանգառների եւ կանգառասրահների թվայնացման աշխատանքներն ավարտվել են։ Դրանց հիման վրա մեկնարկել է հաջորդ փուլը՝ կանգառների հասանելիության, անվտանգության, հարմարավետության եւ կահավորման չափորոշիչների ուսումնասիրությունը։ Հանրային տրանսպորտի կանգառների եւ կանգառասրահների թվայնացման աշխատանքներն ավարտվել են։ Կատարված թվայնացման աշխատանքները հնարավորություն են տվել անցնելու երկրորդ փուլին, որի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են կանգառների տեղակայման նորմերի հասանելիության, հարմարավետության, անվտանգության, կահավորման եւ սպասարկման չափորոշիչների համալիր ուսումնասիրության աշխատանքները։ Գործընթացի զուգահեռ մշակվել է կանգառների կառավարման հայեցակարգի փաստաթուղթը, որը թույլ է տալիս լիարժեք եւ զուգորդված կերպով կառավարել կանգառների թվային եւ դաշտային աշխատանքները։ Քննարկվել է նաեւ հանրային տրանսպորտում վալիդացիաների եւ վճարումների հարցը։ Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տվյալներով 2026 թվականի հունիսին վավերացումների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 40%-ով։ Ավինյանը շեշտեց, այդ գումարներն ուղղվում են հանրային տրանսպորտի զարգացմանը, նոր ավտոբուսների, տրոլեյբուսների ձեռքբերմանը, ենթակառուցվածքների եւ դեպոների կառուցմանը։ Քաղաքապետը հիշեցրեց, որ այս տարի ձեռք է բերվել 45 նոր տրոլեյբուս, իսկ առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել մոտ 250 էլեկտրական ավտոբուս։ Քաղաքապետարանում անդրադարձ եղավ նաեւ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին։ Զեկուցվեց, որ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման, մետրոպոլիտենի ամբողջական արդիականացման եւ էլեկտրական ավտոբուսների ծրագրերը ստացել են հանրային ներդրումային կոմիտեի դրական եզրակացությունը։ 3 ներդրումային ծրագրերն էլ ստացել են հանրային ներդրումային կոմիտեում դրական եզրակացություն, սա նշանակում է, որ մենք 3 ծրագրերով մեկնարկում ենք բուն իմպլեմենտացիայի գործընթացին հետ կապված աշխատանքները, մասնավորապես Աջափնյակ մետրոյի կայարանի եւ մետրոյի արդիականացման ծրագրի հետ կապված, ինչպես որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ներդրումային կոմիտեում, անմիջապես ներկայացնելու ենք պաշտոնական փաթեթ արդեն ֆինանսների նախարարություն, բոլոր միջազգային գործընկերներին դիմելու ֆինանսավորման եւ իրականացման ամենաարդյունավետ, ամենաարագ պլանները մեզ առաջարկելու, որի շրջանակներում մենք ընտրություն կատարենք, թե որ միջազգային գործընկերոջ հետ ենք ծրագրերի իրականացումը առաջ տանում։ Խորհրդակցության ընթացքում կոշտ գնահատականներ հնչեցին շինհրապարակների կահավորման եւ շինարարական աշխատանքների որակի վերաբերյալ։ Ավինյանը հայտարարեց, որ նոր օրենսդրական փոփոխություններից հետո քաղաքապետարանն ունի բավարար գործիքակազմ շինարարների նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու համար։ Նրա խոսքով մինչև տարեվերջ Երևանում չպետք է մնա որևէ խնդրահարույց շինհրապարակ։ Ես ուզում եմ տեսնել վարչարարական տերոր։ Ես ուզում եմ տեսնել վարչարարական տերոր։ Պետքա բողոքներ, լաց, չգիտեմ, բոլոր տեսակի, բոլոր ինստանցիաներով գրեն է շինարարները, ասեն, վայ, մեզ սպանում են, այս սպանեք դրանց։ Այդ փնտիությունը պետք է այս քաղաքից վերանա։ Նիստում զեկուցվեց նաև, որ Երևանի ենթակայության 42 մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի միջոցով շարունակվում է վերահսկողությունը։ Երկրորդ եռամսյակում արձանագրվել է 131 միջամտություն։ Դրանց մի մասը վերաբերել է օրվա ռեժիմին, ֆիզիկական միջավայրի անվտանգությանը, ուսումնական գործընթացին, իսկ զգալի մասը երեխաների նկատմամբ անընդունելի վերաբերմունքի կամ դրա կասկածի դեպքերին։ Քաղաքապետը հանձնարարեց շարունակել տեսահսկման
ջրակարգման համակարգերի ընդլայնումը, դրանք տեղադրելով եւս 58 մանկապարտեզներում։ Նա նշեց, որ նման վերահսկողության գործիքներն արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։